Երևանի տրանսպորտային համակարգում փորձարկվում է ավտոբուսների երթակարգավորման նոր թվային համակարգ, որն էապես կբարելավի հանրային տրանսպորտի կառավարումը թվայնացնելու գործընթացը։ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը եւ Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերությունը փորձարկում են նոր թվային լուծում, որի նպատակն է բարելավել երթակարգավորի եւ վարորդի միջև օպերատիվ կապը, ինչպես նաեւ բարձրացնել հանրային տրանսպորտի չվացուցակների կատարման վերահսկելիությունը։ Փորձնական այս նախագիծը մեկնարկել է համար 3 ավտոբուսային երթուղում։ Ծրագրի ընթացքում 15 ավտոբուսներում տեղադրվել են էլեկտրոնային սարքեր, որոնց միջոցով վարորդները կարող են կապ հաստատել երթակարգավարի հետ, ստանալ հրահանգներ եւ փոխանցել անհրաժեշտ տեղեկություններ։ Պիլոտային նախագծի հիմնական նպատակն է երթակարգավորման գործընթացը դարձնել ավելի արագ եւ վերահսկելի։ Համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում տեսնել ընտրված ավտոբուսների շարժը, վերահսկել երթուղու կատարումը, ինչպես նաև օպերատիվ կերպով հաղորդակցվել վարորդների հետ։ Պլանշետների միջոցով վարորդը մեկ հպումով կարողանում է փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը առանց ավելորդ հեռախոսային զանգերի կամ երկար բացատրությունների։ Սա օգնում է ավելի արագ արձագանքել իրավիճակներին եւ ավելի արդյունավետ կառավարել երթուղու աշխատանքը։ Երթակարգավարի կառավարման վահանակում հասանելի են մի քանի բաժիններ։ Երթակարգավարը կարող է տեսնել վարորդներից ստացված հաղորդագրությունները, գրանցված միջադեպերը, ավտոբուսների գտնվելու վայրը, ինչպես նաև ուղարկել վարորդներին անհրաժեշտ հրահանգներ։ Նոր գործիքակազմի նպատակը վարորդների աշխատանքն էլ ավելի դյուրին եւ արդյունավետ դարձնելն է։ Նախաձեռնությունը սկսվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, որի շրջանակում Երևանի էլեկտրատրանսպորտի եւ Թիմ Տելեկոմի համատեղ եւ արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր Երևան քաղաքում տեղադրվել են թվով 30 էլեկտրական մեքենաների համար նախատեսված լիցքավորման կայաններ։ Ստեղծել ենք շատ հետաքրքիր եւ նոր լուծում, որն իրենից ենթադրում է էլեկտրական լիցքավորման կայանների տեղակայում տրոլեյբուսային գծերի երկայնքով։ Տրոլեյբուսային գծերն ունեն զարգացած էլեկտրական ենթակառուցվածքներ եւ դրանց օգտագործումը թույլ է տալիս շատ արդյունավետ ինտեգրել լիցքավորման կայանները քաղաքային միջավայրում։ Այս նախաձեռնությունը ունի մի շարք հնարավորություններ, այն խթանում է էլեկտրական տրանսպորտի տարածումը, ինչը ուղղակիորեն նպաստում է օդի աղտոտվածության նվազեցումը եւ մեր քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավումը։ Շնորհակալ ենք քաղաքապետարանին վստահության համար եւ ջանք չենք խնայելու, որպեսզի նպաստենք մեր քաղաքի զարգացմանը։ Մենք Երևանի էլեկտրատրանսպորտում մշտապես կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները։ Հետևաբար նման ծրագրերը առաջիկայում պետք է լինեն շատ, որպեսզի մեր քաղաքը լինի ել ավելի մաքուր, հարմարավետ։ Հանդիսատեսի դատին է հանձնվելու հատուկ այս փառատոնի համար ստեղծված մեր հայկական միջնադարյան աղթամար լեգենդի հիման վրա ստեղծված Թամար բալետային ներկայացումը, որի համար Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ բալետմայստեր Իլյա Ժիվոյը, որը եւ բեմադրել է ամբողջ այս ընթացքը։ Спектакль вдохновлен լեգենդой об Ներկայացումը ոգեշնչված է աղթամար լեգենդից, որը տեղի է ունենում այստեղ եւ հիմա։ Սա ժամանակակից մեկնաբանություն է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հրավիրեցին այստեղ եւ ողջ ստեղծագործական աշխատանքի ընթացքում շրջապատեցին իրենց աներևակայելի ջերմ ու բարեկամական միջավայրով։ Երեկոյան Երևանի երկնակամարի ներքո ուղիղ 4 օր հայ հանդիսականը հնարավորություն ունեցավ վայելելու մայրաքաղաքում անցկացվող բալետային 4-րդ միջազգային փառատոնը, որի անփոփոխ հասցեն Թումանյանի անվան զբոսայգին է։ Ամենամյա այս փառատոնն անցկացվում է 2023 թվականից Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ։ Հունիսի 2-ից 6-ն անցկացվող բալետային առաջին 2 օրերը նշանավորվեցին աշխարհահռչակ բալետմաստեր Իլյա Ժիվոյի բեմադրած Թամար բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղով։ Բեմում էին Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները, ովքեր ամիսներ շարունակ ջանք ու եռանդ չէին խնայել լավագույնս ներկայանալու տարվա մշակութային գլխավոր իրադարձությանը։
Երեխաների ոգևորությունը իսկապես մեծ է եւ շատ մարտական դրամադրված ենք այսօր ներկայանալու մեր հանդիսատեսի առջև։ Ֆենոմենալ է, ֆանտաստիկ ու աննկարագրելի։ Շատ լավ է դրամատրությունը։ Գեղեցիկ, հաջողված ներկայացումների հետևում կանգնած է շատ մեծ թիմ։ Ամեն անգամ մեծ եռանդով ու շատ մեծ ցանկությամբ եմ մասնակցում Սասունցի Դավիթ բալետ օրատորիային։ Շատ հաճելի էր, որ ամեն տարի մենք տեսնում ենք լեփ-լեցուն ուղակի հանդիսատես, որոնք որ նույնպես մերպես սպասում են ամեն տարի այս օրերին։ Բալետային երեկոները եզրափակվեցին Սասունցի Դավիթ բալետ օրատորիա ներկայացմամբ։ Բալետային լեզվով ու խմբերքային հնչյուններով միայուսված հաղթական ցուցազներկության ներկայացմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական եւ արվեստի դպրոցների շուրջ 400 սաներն ու Հող Արթուն էթնո-էլեկտրո խումբը, որը նաև ներկայացման երաժշտության հեղինակն է։ Բարձրագույն արվեստի լեզվով ու ժամանակակից մոտեցումներով համեմված առասպելական Թամար բալետային ներկայացումն ու արդեն շատ սիրված Սասունցի Դավիթ բալետ օրատորիան մշակութային բացառիկ երկխոսություն ստեղծեցին արտիստների ու հանդիսատեսի միջև։ Արդեն 4-րդ անգամ մենք մասնակցում ենք փառատոնին, ամեն անգամ նորություն։ Հիասած եմ, շատ հոյակապ կորեոգրաֆիա եւ շատ լավ երաժշտություն, տարաբես շատ հավանեցի։ Հիացած եմ, բալետը իրոք շատ լավն է, շատ հետաքրքիր բեմադրություն է։ Ինչքան մշակութային միջոցառումները շատ լինեն եւ մասսայական լինեն, այնքան ավելի լավ երիտասարդ սերունդի ճաշակի եւ կրթության աշխարհայացքի ձևավորման համար։ Խոսքեր չկա իրոք, հիացած ենք։ Շատ մեծ բավականություն ստացանք։ Աննկարագրելի էր ուղակի։ Մի ամբողջ շաբաթվա պաշար ստացա։ Ուղղակի հիանալի է։ Ապրեն կազմակերպիչները։ Խորհուրդ կտամ, որ բոլորն էլ մասնակցեն, բոլորն էլ դիտեն այս շատ լավ կազմակերպված միջոցառումը։ Երանի ամեն մի հատ քաղաքապետ այս կարգի մի հատ հաղորդում անընդհատ իրանից հետո թողնենք։ Արդեն հաջորդ 2027 թվականը փառատոնի համար հոբելյանական է լինելու։ Բալետային շքերթը խոստանում է լինել ավելի գունեղ, տոնախմբությանն էլ առավել շատերին համախմբելու ակնկալիքով։ Հուզական աջակցության թեժգից, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Սիրելի փոքրիկներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 12-ից մեկնարկում է ձեր սիրելի հեքիաթ անիվների վրա նախագիծը։ Բեբուկ շարժական թատրոնը կշրջի Երևանի 12 վարչական շրջաններում հեքիաթի կախարդանքը հասցնելով երևանյան բակեր եւ այգիներ։ Ձեզ սպասվում է նոր եւ հագեցած ծրագիր, տիկնիկային ու ստվերների ինտերակտիվ ներկայացումներ։ Հեքիաթների ընթերցանություններ սիրված դերասանների մասնակցությամբ, վարպետության դասեր, խաղեր եւ բազմաթիվ այլ անակնկալներ։ Սպասեք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում հունիսի 12-ից հուլիսի 30-ը։ Մեր ճանապարհորդությունը սկսված է։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ։ Դա ամառային արևից բախստվեր է։ Մանկության հիշողություն, մաքուր օդ։ Բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ։ Երևանի թեղիները հիվանդ են։ Նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը։
թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում. ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։